Հայաստանի նոր սարքը քո սրտին Երբ խոսքը գործ է դառնում Հավատը ուժ է ցնկում Եկեղեցու Մայիսի 16-ն է, գտնվում են Կոտայքի մարզում, Քանաքեռավան, Եղվար, Ձովունի, մի խոսքով այդ հատվածում ենք, որտեղից մոտավորապես 1 ամիս առաջ ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել այստեղից բավականին դեպի Զովունի, դեպի Եղվարդի տարածք, որտեղ գարշահոտ էր տիրում, հակասանիտարական վիճակ, կոյուղատարերից թափվող ջուրը ամբողջ այդ տարածքը ապականել էր, նույնիսկ հոտը զգացվում էր 500 մետրից, 600-700 մետրից։ Մեր տեղեկություններով դրա պատասխանատուն մենք այն ժամանակ նշել ենք, որ վիոլա ջուրն է, սակայն հետո ճշտեցինք, որ ոչ թե վիոլա ջուրն է, այլ ջրային պետական կոմիտեն է եւ Կոտայքի մարզպետարանն ու Եղվարդի քաղաքապետարանը։ Ու այդ հրապարակումից հետո նշված կառույցները անպագորգոր հայտարարություններ տարածեցին, թե մենք խնդիրը լուծել ենք 80%, բայց պարզվա ոչ թե լուծել են, այլ հունքը սարքելու փոխարեն աշկն են հանել։ Այ հիմա մենք գտնում ենք այս տարածքում, տեսնում եք, բավականին մեծ տարածք է, որը նախկինում ոչ լավ վիճակ է եղել եւ 90-ից ավելի մոտ 100 քաղաքացիներ իրենց ուժերով խնամել են, մաքրել են, տարածքը մաքրել են, նույնիսկ կային քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում են, որ անգամ շինարարական տոննաներով շինարարական աղբ են մարդիկ հեռացրել ու ստեղծել են իրենց համար Արագիլ, Արագիլ այգեգործական ընկերություն, բայց հիմա արդեն այդ պատասխանատու, ոչ թե պատասխանատու, այդ անպատասխանատու փնթիների աշխատանքի արդյունքում այս ընտիր տարածքը, որ մարդիկ մաքրել են, ամբողջությամբ հիմա այդ կեղտած ջրերը գալիս է ձեր մոտ, չէ՞։ Եվ լցվում է Էրազդան գետը։ Երևանյան լիճ, դրա համար էլ Երևանյան լճում սկսվել է գարշահոտ տիրել։ Որ խնդրեմ համառոտ կներկայացնեք ձեր խնդիրը։ Ուրեմն սա փետրվարի վերջից մենք արդեն զգալի է եղել այդ հոտը։ Մենք քանի հոգի։ 90 տուն մշակել եք։ Այո։ Կարգ եք բերել տոննաներով ծառեր ենք տնկել, այգիներ, այդ ամեն ծառը պայքար է եղել մեր համար, շուրջ 16-20 տարի։ Հա։ Ու դրանից հետո որ հոտը հասանելի է դարել, մենք եկել ենք եւ սկզբնական։ Այո, փետրվարի վերջից։ Մարտի 5-ից կանչել ենք տեսչական մարմին, որը վերցրել է պրոբ, մարտի 25-ին արել են վարույթը ընդունվել, հետո ապրիլի 17-ին ձեր լուսաբանելուց հետո անգամ էլի վարույթը ընդունվել, արձանագրություն է կազմվել։ Նույն գիշերը եկան, քողարկեցին, տեղափոխեցին։ Քողարկեցին եւ արդեն նպատակը մղված պետք է մաքրել, վերացնել։ Իբր թե դուք արդեն ձեր հարցին պատասխանեցին, եկան, փորեցին, ուղարկեցին ուղիղ դեպ Ձորով Ռազդան գետ։ Հիմա այդ ամբողջ կեղտած ջրերը լցվում է ձեր մշակած այգիները, գնում Երևանյան լիճ, հասնում Ռազդան գետ։ Դաշտերից գարշահոտ է գալիս Ռազդան գետում էլ այն սահմանում է լցվում, որտեղ պարոն Ավինյանը եւ պարոն Փաշինյանը հայտարարեցին, որ հանգստյան գոտ են ուզում սարքել։ Հարամլի տենց հանգստյան գոտ։ Ուզում ենք անձամբ Եղվարդի քաղաքապետարանից, քաղաքապետից անձամբ շնորհակալություն խնդրենք, որ բառից բուն իմաստով այսպես շռայլաբար կոյուղաջուրը Երևան քաղաքի բնակիչների հետ եղբայրական կիսվել է։ Ինտերնացիոնալ էլի։ Ինտերնացիոնալ։ Լրիվ շնորհակալություն, մեկ էլ ջրային կոմիտեի աշխատակիցն էին, որ ձեր պարզաբանումից, լուսաբանումից հետո եկան այսպիսի շատ շնորհքով նույն գիշերը քողարկեցին, ուղարկեցին ճանապարհին։ Հերն անիծեցին, ես իրանց չի ասել եկեք հերը անիծեք։ Ես իրանց գրել եմ, որ նյութը հրապարակե, որ այս հակասանիտարական վիճակը պետք է վերանա։ Ամառվա շոկը հիմի որ վրա տվեց, ժողովուրդ ջան, խալերան, այս խալերան լցնում են Ռազդան գետը, մենք դաշտերը ջրում ենք գարշահոտը։ Դե նաև խոշոր եղջերավոր անասուններ։ Ոչխարները այսօր եզդիներն էին ուզում գային։ Ոչխարները գալիս այդտեղից խմում են։ Հիմա արեք իր չխանգարեք, հիմա խնդրում համառոտ ձեր պանջը հստակ ասեք, որ հասցնենք պատկան մարմինների։ Եթե դա ժամանակ է տևելու, հասկանում ենք հիմի ինչ որ գրություն են գրել, որ
կայան են կառուցելու, տենդեր են հայտարարել, դա տարիներ է տևելու կամ ամենակիչը մի տարի։ Գոնե ճանապարհին Եղվարդի քաղաքապետնա, մարզպետնա միտեղ հատկացնեն կեղտաջրերը հեռացնելու սկվաժինա փորեն։ Բոլոր բնակչությունը ստե սկվաժինաներով Շատ այնքան բնակիչներ կան։ Շատ։ Տուն կա 8 հոգի են, 5 հոգի են, 10 մեր հոգի են։ բանը, բա Զովունին։ Զովունին Այն օրը գիշերը Զովունու մեջ կայնած Գարշահոտը գալիս էր։ Գոնե այդ հարցը լուծեն ժամանակավոր սկվաժինա փորեն, իրանց համար դա մեծ բան չի։ Մինչև այդ մակարման կայանը սարքեն։ Հիմա ժողովուրդ ջան, ըստ ձեզ դրա հարցի լուծումը հետ եմ ուզում ասեմ։ Հրատապ ո՞նց եք դուք առաջանում։ Սկվաժինա փորեն, տեղ հատկացնեն, կատլավան։ կատլավանը բացօթյա լինելու, սկվաժինա փորեն, ոնց որ բոլորն են անում։ Բայց սովետի ժամանակ սես բան չի եղել, չէ։ Գործել է կանոնավոր։ Իրանց ասելով տրուբաները գողացվել է։ Թոթազը տրուբեք վերին։ Հիմա մեկը սովետական տարիների անցկացված խողովակները փոխում են ամենա եվրոպական լավ ռեզինը, դրանք թոբեր են դնում։ Ասում ենք, բայց մարդիկ մի չգիտեմ, ձևը գտել են նախընտրական շրջանում, այդպես են աջակցում բոլորին, ով որ դրա կարիքը ունի։ Թող մտածեն իրանք, մտածեն սկվաժինա փորեն, ժամանակավոր այդ հարցը լուծեն, մինչև այդ կայանը Ընդհանուր քանի հեկտար տարածքա, որ տենց հիմա ձեր մոտ հարյուրավոր, ըստեղից 3 կիլոմետր։ Ռազդանգետը պատկերացրեք։ Ստեղից 3 կիլոմետր արգեգործական սպառողական կազմակերպությունն է, նրանից հետո արդեն գալիս է ինքը մի ժայռի դեմ ալնում, լճացում է տեղի ունեցել։ Եվ նրանից հետո արդեն ասֆալտ գործարանի տակով ուղիղ լցվում է Հրազդան գետը։ տարիներ առաջ հարգելի ջրային պետական կոմիտեի պաշտոնյաներ, հարգելի Կոտայքի մարզպետ, հարգելի Եղվարդի քաղաքապետ, կհիշեք, տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ միջև 2051 թիվը, եթե չեմ սխալվում, թե միջև որ թիվը մի խոսքով ես իմ քանի միլիոն ծառ ենք տնկելու։ Մարդիկ իրանց բերանից կտրել են այդ քարքարոտ տարածքներ, այդ ամայի օծերով ու կարիճներով հարուստ տարածքը, բարեկարգել են, ծառ ու ծաղիկ են տնկել ու այսօր հիմա այդ կոյուղած ջրերը, այդ ծառերը սա վնասում է, չէ՞։ Հիմա եղածը եթե չեք կարում պայեք, հարգելի մարզպետ, հարգելի քաղաքապետ, հարգելի ջրային պետական կոմիտեի ղեկավար կազմ, ոնց եք վաղը նայելու ձեր վարչապետի աչքին ասեք թե ահա մենք ձեր միտքը, ձեր գաղափարը ի կատար ենք կացել, բայց ոչ թե ի կատար եք կացել, այլ անգամ այստեղ մի կեսն են, անձրև էր եղանակը, այսօր պատահաբար ենք եկել, թե չէ ավելի շատ մարդիկ են լինելու, ու այս մարդկանց տնկած ծառերը սաղ կամանց չորանում է, դրան ինչ պատասխան եք տալու, հիմա այս մարդիկ խնդրում են, որպեսի առաջին հերթին այդ կատլավան անեն, Գարշահոտ հակասանիտարական վիճակը վերանա, նոր հետո մտածեն այդ հիմնովին, ոնց որ սովետական տարիներին եղել է, այդ փտած խողովակները, որ գողացել են կամ հանվել են, դրանք գոնե փոխանինվի նորով, ինչը երևի թե մասամբ կլուծվի այդ հակասանիտարական Գարշահոտ վիճակը կվերանա, իսկ հետո արդեն բնակիչները նորից իրանց բերնից կկտրեն, նորից ծառ կտնկեն, նորից կփորձեն հարմարվել։ Հիմա ձեր հույսը հենց կառավարության ղեկավարն է։ Այո, մեր հույսը, հետո մենք ասենք, մենք ոչ իրանց հակայինք, ոչ բան, մենք կողմնակից ենք շատ հարցեր են լուծել, թողես հարցն էլ լուծեն, ժողովրդին համար են անում։ Ժողովրդի, այստեղ հավաքված մարդկանց պայքարը չմտածեք թե քաղաքական է։ Այս մարդիկ ոչ ընդդիմություն են, ոչ իշխանություն են։ Այս մարդիկ ուզում են իրենց ստեղծածը մնա, դարեդար մնա, ստեղծածը շատ լավ բան է, կանաչ զանգված, կանաչ գոտիներ։ Էլ որ կառույցներին եք դիմել, գրավոր, բանավոր։ Գրավոր դիմել ենք, արել ենք ստորագրահավաք, գրավոր դիմել ենք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն, բնապահպանության տեսչական մարմիններ, վերահսկողական ծառայություն, վարչապետի դիմումների բաժին,
Մարզպետարան, քաղաքապետարան։ Նոր հաճնի խոշորացված համայնք։ Այսինքն սա նոր հաճինի մեջ է մտնում։ Այո, խոշորացված համայնք։ Ոչ թե, հա, նոր հաճինի, հա։ Բոլորը ծանուցվել են, ստացել են պատասխաններ։ Բայց ինչ են պատասխանել։ Պատասխանել ենք, որ ձեր գրությունը ընդունված է, սպասեք այդ ընթացքին։ Մենք էլ արձագանքել ենք եւ նաեւ ասել ենք թեժ գծում, որ հրդեհով բռնկված են մեր տները, այս process-ները գնում են ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց եւ 1 ամիս հետո արդեն վերադարձ հետևանքներ են լինելու։ Բայց ինչքան ժամանակ արդեն գարշաոտ վիճակը ու կա վտանգ, որ համաճարակ կարող է լինի։ Հաստատ լինելու է, եթե Էդի որ մասն է հիմա որ ջուրը որասում է։ Հեսա, արդեն իրանք թեքել են, խնդրեմ, նայեք։ Կոյուղա ջրերը գալիս է ստեղ։ Հա, լրիվ արդեն ինքը կենտրոնացած ըստեղով գնում է մեր տարածքները ողողելով։ Հələ խնդրեմ։ Հա։ Հələ նայեք ինչ են։ Հա, էսի այդ կեղտա ջրերն է։ Երբարտի կոյուղին է։ Ուսենց որ 3 կիլոմետր վերև բաց ինքը գնում է, Այ, երբ ներքև։ Հեսա օրերը որ տաքացավ ընդհանրապես։ Մոտենալ չի լինելու ուստեղ։ Արդեն ունեն անկումներ, կենթանիները, ունեն անկումներ, տեսանելի ացիտիկները, կրաբները, ձկները, ասենք գետակի մեջ այսպես ձկներ կային, շատ հետաքրքիր աշխարհ է։ Բայց հիմա ինչը բնաջնջվել է, թերևս արդեն Սենց քանի կիլոմետր է գնում ժողովուրդ։ գնում է մոտորապես 5 կիլոմետր մինչև Հրազդան։ Լսվում է Հրազդան գետ, Հրազդան գետից է Երևանյան լիճ։ Այո, այստեղից էլ մի 2.5 կիլոմետր վերև, մինչև այդ բաց տեղով, որ ինքը գալիս է արդեն։ Էլի գնացել եմ մտում շեշտում եզդիների ոչխարները այս ջրից են խմում։ Խմենա ոչխարները, խոշոր եղջերավոր անասուններն էլ խմեն։ Դրանց միսը։ Ու միսը ո՞րն է։ Վարակը կարող է այդպես չտանի, բայց կենթանիները հեսա վարակվելու են, այդ մարդիկ են ուտել այդ միսը։ Ոյն ասես։ Էսի ձեր լուսաբանումից հետո երկը կտնեն այս առում։ Ուզում եք նորա փորա։ Գոնե մեզ ինչ-որ կոնկրետ ժամկետ ասեն, երբ են անելու այդ Ժամկետ պետք է չասեն, էսի հրատապ հարցի լուծում է, էսի գենոֆոնդի հերն էլ է անիծվում։ Շատ վտանգավոր երևույթ ասեն։ Հրդեհից էլ վտանգավոր է։ բաղերի նկարությունով եւ բաղերի նկարությունով մեծ։ SMS-ը դրացինք մեծնապետք։ Էսի Եղվարդի կոյուղին է, սենց գալիս է քանի կիլոմետր գնում է։ 6-7 կիլոմետր գնում է։ Ստեպը տիլնեք հոտը զգակ, ժողովուրդ։ Անդրեմները չի թողել մի քիչ հոտ է, էլի։ Հա։ Մի քիչ կոդրել, այս արևը հելա գալու է։ Ժողովուրդ ջան, նույն վայրում են Կոտայքի մարզի, ձեզ չթվա թե սա առու է կամ ինչպես հայտնի սիրված ինչի աղմկում գետը ֆիլմներ, սա ոչ թե չմտածեք թե Աթանես Ղամբարյանի սարքած ստեղծած գետն է, որ հողամասեր է ջրվում, ոչ, սա Եղվարդից եկող ուղղակի այստեղ պիտի լինեք, որպես այս գարշատը զգաք, միայն սա չտեսնեք, ձեր քթին առնեք, պետական չինովնիկներ, այս գարշատը ու մտածեք, թե ինչու պիտի Եղվարդի կոյուղուց դուրս եկող կեղտաջուրը այսպես մի քանի կիլոմետր գնա լցվի Հրազդան գետը, Հրազդան գետից հասնի Երևանյան լիճ, այն Երևանյան լիճը, որը որ հարգելի պարոն Ավինյան, դուք վերջերս կառավարության կողմից տրամադրված հսկայական ֆինանսների օգտագործմամբ ահագին փոփոխություն կատարեցիք, բայց հիմա ըստ քաղաքացիների այստեղից այս Եղվարդից դուրս եկող կեղտաջուրը այսպես
գնում, լցվում է Հրազդան գետ, Երևանյան լիճ։ Հիմա տեսեք։ Այստեղ պիտի լինեք, որպեսզի հոտը զգաք։ Բնակիչների այգիները, հեկտարներով այգիների հերը անիծվում է։ Այն որ ասում է հայ տղամարդը ինչ պիտի անի։ Տուն սարքի, ծառ տնկի, երեխան ունեն։ Մարդիկ տունը սարքել են, ծառը տնկել են, երեխաներն ունեն, բայց հիմա արդեն այդ երեխաները գարշահոտի վիճակում չեն կարող մեծանան, որ հիմա էլ իրանք ծառ տնկեն, երեխա ունենան, մի խոսքով հիմա էսի Եղվարդի կոյուղին է։ Եղվարդի կոյուղին է, մոտորապես կիլոմետր։ 7 կիլոմետր, ստեղից վերև 2.3 ու ներքև էլ 4 կիլոմետր, 5 կիլոմետր։ Ներքև իջնում է դեպի Հրազդան ուղիղ այդ Կորեայի ձորի։ Ու նաև Երևանյան լիճ է լցվում։ Հիմա ձեր խնդրանքը եւ վարչապետին եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Մեսրոպյանին, որպեսզի իրենք սատար կանգնեն ձեզ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների Նաև Դավիթ Խուդայցյանին եք դիմում։ Անձամբ իրան դիմել ենք։ Անձամբ տեսել եմ, իրան էլ հանդիպել եմ հրատարակում դիմումը հասնելուց հետո խնդրել եմ, որ վերցնեն իրանց անձնական հսկողության տակ, որովհետեւ սա անելանելի վիճակ է։ Ավելի լավ չէ լինի, որ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը գոնե գարի այստեղ կամ մարդ ուղարկեր, այս հոտը շնչեր տենա քանի կիլոմետր։ Մեծացույցով կընտրենք կճանապարհենք։ Մարդկանց խնդրանքն է, օր առաջ նախ առաջինը գենեֆոնդը կփրկվի, բնությունը կփրկվի, այս գարշահոտ հակասանիտարական վիճակը կփրկվի։ Այնպես որ ասում եմ գնդակը ձեր դաշտում է, հարգելի չինովնիկներ, խնդրանք, պահանջ, հորդոր։ Եկեք այս ամբողջ ընտանիքներին փրկեք այս հակասանիտարական գարշահոտ վիճակից։ Սենց 7-8 կիլոմետր գնում է, նայ։ Մարդ չիմանա թե կասեն հն գյուղացիներին ջուր են տվել, ոռոգման ջուր են տվել, որ այգիները ջրեն։ Առը հակես էսի ոռոգման ջուրա, հոտը սպանմա, պետք է հակագազ հակնես, որ կարողանաս շնչես ու արտաշնչես։